եկեք նայենք ուրեմն գրում է Հիսուս Քրիստոսի մարմնավոր եղբայրը Հակոբոսը։ Ես ես մի բան ասեմ, Հակոբոսի թուղթը շուշուտ կարդացեք։ Նա որ Հակոբոսի թուղթը շուշուտ կկարդա, լավ հավատացյալ կդառնա։ Հակոբոսը խիստ հովիվ է եղել։ Խիստ հովիվ, բայց գիտեք որ խստությունը բավականին դրական բան է անում մարդու կյանքում, ամեն, եթե չկա խրատ, այնտեղ կա շատ բաց թողի վիճակ։ Հակոբոսը նայեք ինչ է ասում։ Բոլորովին ուրախության բան համարեցեք եղբայրներ, երբ որ կերպ փորձանքների մեջ փորձությունների կամ փորձանքների, այստեղ հենց օգտագործված է փորձանք բառը, փորձանքի մեջ կընկնեք, գիտենալով որ ձեր հավատի փորձությունը համբերություն է գործում։ Չգիտեմ կա մարդ այստեղ որ փորձության մեջ անգնում ուրախանում է։ Ասեք ոչ։ Հիմա Հակոբոսի նորմալ բան է որ ասում է։ Ասма ուրախության արժանի բան համարեք, պատկերացնում ես, ասեմ, ինչու ես այսօր այսքան ուրախ, ասա փորձանքի մեջ եմ ընկել։ Կատարվեց Հակոբոսի թուղթը։ Դու ինչ ես ուրախ։ Շատ ուրախ սիրտս փորձություններով եմ անցնում։ Չեմ տեսել տենց մեկին, որ անցնի փորձություններով, անցնի դժվարություններով ու այդքան ուրախանա։ Հա, բայց Հակոբոսն ասում է եղբայրներ, ես ավելացնում եմ քույրեր, ուրեմն ուրախության արժանի բան համարեք, կերպ, չի ասում եմ մի անգամ ընկնեք, կերպ, շուշուտ որ ընկնեք, շուշուտ որ ընկնեք, ինչու Հակոբոս, իմացի մարդը ով այս բանը գրել է, ինքը սրա մեջ է եղել, որովհետև նա որ կարող է համարձակ ասել, որ փորձությունների ժամանակ կարելի է ուրախանալ եւ ուրախության արժանի բան համարել, նշանակում է ինքը սրա մեջով անցել է, այո, ուրախության արժանի բան համարեք, ժամանակ առ ժամանակ փորձություններով անցնել եւ այլն, հիմա պետք է հասկանալ ինչու։ Սա է կարևոր, ինչու ուրախանամ, երբ անցնում եմ իմ կյանքի դժվարություններով։ Ով ուզում է լինի, որ տարիքում ուզում է լինի, ուզում եմ արդեն պատկառելի տարիքում ես, ուզում եմ պատանի ես, երիտասարդ ես, միջին տարիք ես, կապ չունի։ Դժվար բան է փորձության ժամանակ ուրախանալ։ Դժվար փորձության ժամանակ ասել, «Օ, փառք ես Տեր», որովհետև Հակոբոսը հենց այսպես չի ավարտում։ Ասում է, եթե ժամանակ առ ժամանակ կընկնեք դժվարությունների մեջ կամ կունենաք փորձություններ, ասում է, իմացեք, սա գործ ունի ձեր մեջ անելու։ Աստծո մեջ, եթե դու ով է հավատում, որ ինքը Աստծո մեջ է։ Ես չեմ ուզում, որ դու հավատաս, որ դահլիճում ես։ Ես հարցնում եմ, ով է Աստծո մեջ։ Ես հավատում եմ, որ ես Քրիստոսի մեջ եմ ապրում։ Ամեն։ Հիմա խոսքը նրանց մասին ովքեր չեն եկել Սամվալի եկեղեցի, ովքեր Քրիստոսի մեջ են, ասում է իմանաս, որ քո բոլոր փորձությունները, որի միջով Աստված քեզ թույլ է տալի, որ անցնես, անցնում ես մի պատճառով, այստեղ պատճառներից մեկն է բերած, որպեսզի ինչ համբերությունդ ինչ փորձվի։ Այսինքն ոչ մեկ փորձության ժամանակ ոչ մի բանի շատ ավելի կարիք չունի, որքան հետևյալը, երբ պիտի սա վերջանա։ Չէ՞։ Չեք ասում փորձության ժամանակ մի քիչ եղանակը տաք լինի։ Մի քիչ հով լինի։ Չեք ասում փորձության ժամանակ ուզում եք մի օր շուտ վերջանա դա։ Բայց եթե դու մի օր շուտ ես ուզում դա վերջանա, հենց դա այն է, ինչ պատրաստել էր Աստված քեզ համար, որովհետև փորձությունները սա մի օրինակ են բերում, ինչ որ մեկի մեջ կարող է ծնել համբերություն, բայց նա ոչ միայն համբերություն է ծնում, այո, նա ոչ միայն։ Շատ լավ, գիտեք Հակոբոսի այս համարը ինձ համար խթան էր ստիմուլ սկսելու ուրեմն այսօրվա պատգամը, ինքը բավականին ինձ համար հաջող նախաբան է սկսելու այսօրվա պատգամը, որի մասին այսօր ես կբաժնեկցեմ ձեզ հետ, ունի հետևյալ վերնագիրը, կխնդրեմ բոլորիս ուշադրությունը էկրանի վրա։ Ամեն անկում վերելքի սկիզբ է, ինքն էլ նոր վերելքի։ Հնարավոր է որևէ մեկը չհամաձայնվի ինձ հետ, բայց ես քեզ մի բան կասեմ։ Եթե դու համաձայն չես, որ ամեն անկում մարդու, որ իր կյանքում տեղի է ունենում, դա ինչ որ մի նոր բանի վերելք է, ապա ես կխնդրեմ, որ դու ուշադիր լսես այսօրվա պատգամը, որովհետև ես ավելին քան հավատում եմ, այստեղից շատ մարդիկ, ովքեր անցնում են փորձություններով, ում ընտանիքներում կա մեծ դժվարություններ, այսօր Աստված ինչ որ ձև պատասխանելու է քեզ։ Քանի մարդ է դրան սպասում։ Հալելույա, փառք տանք Տիրոջը իր խոսքի համար, ամեն։ Ընդհանրապես գիտեք, Աստծո ժողովուրդ, ընդհանրապես ընդունված է ասել, որ անկումը, ստեղ fall բառն է օգտագործված, որը նաև ձեր մոտ աշուն է նշանակում։ Այո, անկումը
բացասական բան է, այդ վատեղա որ սենց եղավ էս մարդու հետ։ Այո, իրականում այն ավելի լավ էր տեղի չունենար։ Ոչ մեկ փորձության չի սպասում, ավելի լավ է այն տեղի չունենար, բայց որպես կանոն ընդունված է ասել, որ փորձությունները, որոնք մարդու կյանքում գալիս են, սրանք բացասական բաներ են, այդ լավ չի որ լինի, բայց ես ուզում եմ որպեսզի մենք իմանանք հետևյալ այսօր, յուրաքանչյուր, ես ուղղակի հայտարարում եմ սա քեզ, յուրաքանչյուր փորձություն քո կյանքում եկել է քեզ բարձրացնելու համար։ Մեկ ուրիշ նախադասություն եմ ուզում ասեմ, սատար քո հետ եւ ապրի սրա հետ։ Երբեք երկնքից Աստծո մուրճը իզուր տեղը չի հարվածի քո կյանքին։ Կա մարդ որ հասկացավ, ինչի միջով որ դու անցնում ես, քո ընտանիքը, ամուսինդ, կինդ, երեխաներդ, ֆինանսներդ, քո բիզնեսը, ինչ ուզում է լինի, Աստծո մուրճը երբեք երկնքից անտեղի չի իջնում ոչ մեկի կյանքում։ Միգուցե այն մի քիչ, գիտեք ինքը, սրանք կոչեն հոգևոր պինդ սնունդ, բայց բավական չէ կաթ ուտենք, թեկուզ ես կաթ երբեք չեմ տալիս։ Շատ լավ, սա պետք է օգտագործել բարձրանալու համար։ Գիտեք, ես քրիստոնեական կյանքի երկար ճանապարհ անցած ծառայող եմ, շատ երկար, և իմ ճանապարհի այս տարիների մեջ կարող եմ ասել երևի չես զարմանա, եթե ես ասեմ, որ 70%-ից ավելն անցել եմ փորձություններով։ Բայց ես քեզ ասեմ, այդ փորձություններն են, որ օգնեցին ինձ ամուր ծառայող դառնալ։ Այդ փորձություններն են, որ բերեցին ու տվեցին ինձ իմաստություն։ Այդ փորձություններն են, որոնք ինձ տվեցին, սովորեցին ինչ է նշանակում, երբ մի բան է տեղի ունենում քո կյանքում, սովորիր համբերել։ Գիտեք, սիրելի բարեկամներ, թույլ տվեք ես ձեզ մի բան ասեմ։ Կա ժամանակ, որ երբ որ քո կյանքում մի բան է տեղի ունենում, քեզ պետք է մի բան անել, վեր կաց եւ մի բան արա։ Դա պահանջվում է, վեր կաց եւ արա, բայց կա ժամանակներ, որ երբ որ քո կյանքում կա փորձություն, քեզ գիտես ինչ է պետք անել, միայն համբերել։ Ոչինչ չանես, միայն համբերի։ Կա ժամանակ, որ մի բան պիտի անես, զգավոր պիտի անես, բայց եթե գիտես, որ ոչինչ չես կարող անել, ուրեմն դա այս ժամանակն է, որ քեզանից պահանջվում է փորձությունները ծնում են համբերություն։ Համբերությունը հոգու պտուղ է։ Քանի մարդ է վստահում Աստծուն, ես Քրիստ։ Ուզում եմ քեզ մի հուզիչ պատմություն պատմել։ Գիտեք, ես շատ զգացմունքային մարդ եմ։ Իմ մոտ մի հատ հեքիաթ պատմես, որ վատավարտունի կլացեմ։ Ես այդպիսին եմ։ Երբ որ ես այս պատմությունը լսեցի, լաց եղամ։ Ուզում եմ ես քեզ մի պատմություն պատմել, որովհետև դա իրականություն է։ Չգիտեմ, միգուցե շատերդ լսել եք դրա մասին։ Գիտեք ով է աշխարհի ամենամեծ, ամենահսկա կենդանին։ Հա, նկարը դրեցի դրա համար ասեցիք։ Իսկ թվում է, եթե ես նկարը չդնեի, կասեիք փիղը։ Ես տենց կարծիք ունեմ։ Կասեիք, չէ, փիղը։ Աշխարհի մոլորակի ամենահզոր եւ մեծ կենդանին դա կապույտ կետն է։ Ուզում եմ ես իր պատմությունը քեզ պատմել։ Գիտեք ինչ է տեղի ունենում, երբ որ այս աշխարհի այս ամենամեծ եւ հզոր կենդանին մահանում է։ Որի անունն է կապույտ կետ։ Նա զգում է իր մահը, ուզում եմ որ ուշադիր լսես, կա մարդ որ ուշադիր է լսում ինձ, շատ լավ ես անում։ Նա զգում է իր մահը, որ մահանում արդեն, եւ վերցնում է ու սկսում է հարյուրավոր կիլոմետրեր հեռու հեռանալ այն միջավայրից, որտեղ ինքը ապրում էր, որտեղ ինքը սնվում էր, հարյուրավոր կիլոմետրեր լողում է եւ գնում, մի հատ անենց տեղ, որ ոչ մի կենդանություն չկա, անենց մի տեղ, որտեղ իր կլանը չկա, եւ գիտեք ինչ է անում, կետը, կապույտ կետը, կատարում է իր կյանքի ամենաբարձր պրիժոկը, թռիչքը, եւ ամենախորը անկումը, որին գիտնականները անվանել են կապույտ կետի անկում։ Ամենավերջին անգամ, տեսել եք իրանք ոնց են թռնում, հսկայական տոննանոց կենդանի է, մարդ կա, որ աթոռից հանում ես, չի կարում շարժվի, դուրս արի, կայլի, մի բաժակ ջուր բե, տակը, չի կարում ելնի, կետը այդ հսկայական տոննաներով ջրի մեջից թռնում է, օդ անում է իր ամենաբարձր պրիժոկը,
թռները եւ անում է ամենախորը անկումը եւ իջնում է ծովի հատակ, որպեսզի մահանա։ Գիտեք, հայերենում մահանալը ասում են մարդկանց, սատկելն ասում են կենդանիներին, բայց կարելի է օգտագործել մահանալը, սատկելը մի քիչ տգեղ է։ Կարելի է, չէ՞։ Ահա, մահանալ։ Եվ այսպես ինքը այսպես գնում է դեպի օվկիանոսի հատակը, եւ հիմա դուք ասես, բա դրա ի՞նչն է հետաքրքիր կամ հուզիչ։ Ուզում եմ, որ դու շարունակես լսել։ Եվ ինքը այնտեղ մահանում է։ Եվ երբ որ ինքը մահանում է, առաջին ձկների տեսակը, որ հարցակվում են իր վրա եւ սկսում են իրան ուտել, դրանք շնաձկերն են, ակուլաները, եւ մեկ էլ օծաձկերը։ Հարցակվում են եւ սկսում են կետի կտորները ուտել, մեծ կտոր, պատկերացրեք ակուլան ոնց կուտի սրան։ Ինչքան ակուլա կհարցակվի, որ կետի վրա ուտի։ Ուտում են ակուլաները եւ շնաձկերը։ Հետո երբ որ իրանք արդեն մեծ պատառները վերցնում են, հաջորդ մեկերները, որ գալիս են կետից սնվելու, դրանք լինում են ворթերը։ Գալիս են ворթերը եւ սկսում են ուտել մնացած մանր, սնունդի մանր կտորները, սկսում են ուտել այդ կտորները եւ երբ որ իրանք ուտում են, հա, ուրեմն ուտում են, այդ ворթերը արտադրում են ուտելու ընթացքում ասիդ, կիսլատա։ Եվ այդ կիսլատան որ ուտում են, բանը արտադրում են լցվում է ողնաշարի մեջ կետի եւ սկսում այդ կիսլատայի ասիդի պատճառով ողնաշարը քայքայվել։ Ворթերը հեռանում են, ուրիշ մեկերներն են մոտիկանում, որ ողնաշարից քայքայված, որ դուրս է եկել սպիտակուց պրոտեին, մեկ էլ ճարպեր, սկսում են դրանք ուտել եւ դրանք լինում են սիմբոտիկ բակտերիաները։ Սկսվում է արդեն բակտերիաների սնունդի ժամանակը, երբ որ այդ ոսկորից առանձնացած այդ կիսլատան, որ ворթերը քայքայել են տվել են, այդ ոսկորից առանձնացած սպիտակուցը, առանձնացած ճարպերը սկսում են ուտել սիմբոտիկ ուրեմն բակտերիաները։ Դուք ասես երևի վերջ դետակելի շփնոց։ Բայց երբ որ բակտերիաներն են իրենց ուտելիքը ուտում եւ հեռանում, հետո այդ ոսկորները, որոնք փոշիանում եւ քայքայվում են ու լցվում են այդ օվկիանոսի հատակում, դրանք դառնում են պարարտանյութ ջրամուղերի համար։ Տեսել եք կարալներ ծովի հատակում։ Գիտեք, որ այդ կարալները սնվում են հենց իր այդ ողնաշարի այդ փոշուց, ողնաշարի այդ ոսկորների փոշուց, ջրի մուրներ հանում են, վաճառում են։ Տեսել եք կանաչ գույնի այդ բոլորի համար հատուկ սննդանյութ է ուրեմն համարվում, ուրեմն կետի այդ փշրված այդ ողնաշարի նյութը։ Եվ ամենահետաքրքիրը նա էր, որ այս կենթանու մարմինը ամբողջովին ոսկորներով եւ ամեն ինչով քայքայվում է մոտավորապես 100 տարվա ընթացքում։ Կետը երբ մահանում է, նա 100 տարի օվկիանոսում ապահովում է կյանք։ Նրա մահից հետո օվկիանոսում 100 տարի էկոհամակարգ է ստեղծվում, էկոլոգիչեսկի սիստեմա եւ կերակրում է ակուլաներին 42,000 տեսակի ձուկ օգտվում է իրանից, 12,000 օրգանիզմներ, բակտերիաներ, ворթեր եւ այլն օգտվում են այդ մարմնից եւ նա 100 տարի ջրի հատակում, այդ որ անկում ապրեց ու գնաց, ջրի հատակում ապահովում է կյանքը օվկիանոսում։ Այս պատմության անունն է կապույտ կետի անկումը։ Մենք բոլորս կասենք, ափսոս, սիրուն կետեր, մեծ կետեր, բայց ամեն մի անկում նոր վերելքի սկիզբ է։ Կասես ամեն անկում նոր վերելքի սկիզբ է։ Այո։ Ուզում եմ, որ մի բան նայենք։ Երբեմն այնինչ թվում է, որ վերջ իրականում կարող է նոր կյանքի շարունակություն լինել։ Ամեն։ Եթե քո կյանքում որևէ դժվարություն է եղել, որևէ հարցում։ Գիտեք, ես չեմ ուզում որևէ մեկին հարցնեմ, որովհետև ավելին քան հավատում եմ, որ այստեղ չկա որևէ մարդ, որ չի անցնում դժվարությունով։ Այո, ամեն մարդ ունի իր կյանքի դժվարությունը։ Ամուսինների միջև միգուցե կա իրանց դժվարությունը, ծնող եւ երեխա հարաբերության մեջ միգուցե կա իրանց դժվարությունները, միգուցե կա առողջական խնդիրներ, միգուցե կա ֆինանսական դժվարություններ, բայց ինչ էլ որ հիմա քո կյանքում տեղի ունեցել, ես ուզում եմ, որ դու այստեղ նայես։ Ուզում եմ, որ քեզ ասեմ, այսօր տուն գնաս պատասխանով, որովհետեւ ես այն քրիստոնյաներին եմ պատկանում, այն տեսակի քրիստոնյաներին, որոնք գնում են եկեղեցի պատասխան ստանալու համար։
Ես երբեք անտեղի եկեղեցի չեմ գա, հենց այնպես ուղղակի ժամ կորցնելու։ Ես կգամ, որ Տիրոջ երեսը փնտրեմ։ Ես կգամ, որ նրանից խոսք լսեմ, որովհետև ինձ համար ին պրոբլեմի վերաբերյալ նրա խոսքը դա միկում սառը ջուր է։ Դա միկում ջուր է, որ ես իմ անապատով որով անցնում եմ, չմեռնեմ ապրեմ։ Որովհետև նա որ անապատով անցնում է փորձությունով, ու նա որ փորձությունով անցնում է, պարտադիր ջրի կարիք ունի։ Այդ ջուրը Հիսուսն է։ Ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Դրա համար էլ ասում եմ, որ կապույտ կետը երբ մեռնում է, նա կյանք է տալիս հարյուրավոր արարածներին։ Միգուցե այն ցավալի է, միգուցե այն ողբերգական է, հա, որովհետև ուղղակի թագավորն է օվկիանոսի։ Ասեք, որ թագավորը բարձրանալը իրա։ Գիտեք, իրանք ավելի բարի են, քան ակուլաները։ Իրանք ավելի բարի են, քան ակուլը։ Գիտեք, որ իրանք շատ սիրում են խաղալ մարդկանց հետ։ Խաղալ մարդկանց հետ։ Ակուլաներն ավելի վրեդնի են, էլի։ Ասենք վեկալում են մարդուն կիսանդրի են, սարքում շպրտում են։ Կեսը լանչ են անում, մնացածն ասում են տարեք սրան տուն։ Կապրի, չէ՞, էդ հալելույա։ Մի խոսքով այս պատմությունը պատմեցի, որ իմանաց, որ սա ցույց է տալի Աստծո զարմանալի ծրագիրը եւ նրա ծրագրի իմաստությունը, որ ոչինչ իզուր այս աշխարհում չի վատնվում։ Ոչինչ։ Անկամ քո արցունքները։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ իր փորձության ժամանակ լաց է եղել։ Ես ուզում եմ քեզ ասեմ, Աստվածաշնչում մի տեղ կա, Եսայի մարգարեությունում, որ գրված է, որ դու չգիտես դու ինչքան ես արտասվել։ Քո արտասունքի հատիկները դու չգիտես ինչքան ես թափել քո կյանքի մեջ, բայց գիտես արդյոք, դա շատ զարմանալի մի բան է, որ գրված է Աստծո խոսքում։ Քո ցանկացած թափած արցունքի ամեն հատիկը հավաքված է երկնքում։ Երբ որ դու երկինք կգնաս, քեզ Տերը մի հատ բան է ցույց տալի։ Երբ պետքին է ինձ վկայեց առաջին անգամ, երբ լսեցի այդ վկայությունը, որ ինչպես Հիսուսը երկնքում իրան ցույց տվեց մի մեծ պահարաններ, որտեղ դրված էին ասում անոթներ, ապակե, եւ ես ասացի Տեր, վայ իմ անունն է գրած այս ապակու վրա։ Ես տեսա լիքը մեջը հեղուկ կա։ Ասաց սա հեղուկ չէ, սա քո արցունքներն են, որ հավաքել են, որ իմանաս, երբ դու անցնում ես դժվար ճանապարհով, ես քեզ հետ եմ եղել։ Եթե ես քեզ հետ չլինեի, դու այդ ճանապարհի զոհն էի լինելու։ Ամեն։ Քո փորձությունների հետ Աստված անցնում է։ Ամեն։ Եկեք մի բան նայենք։ Բնության յուրաքանչյուր մանրուք արարչի կատարյալ ծրագրի մի մասն է։ Յուրաքանչյուր բան, եթե կետը որ կետա մահացավ 100 տարի կյանք տվեց օվկիանոսին։ Լսել եք երբևիցե այսպիսի բան։ Նա էկո համակարգ սարքեց, որ օվկիանոսը իրանից հետո ապրի։ Այսինքն կետի խնդիրը պատճառ դարավ հարյուրավոր ու հազարավոր կենդանիների, ворթերի, ուրեմն տարբեր տեսակի, ուրեմն բակտերիաների եւ անգամ ջրիմուռների համար կյանք ծառայեց։ Մեր փորձությունը, որի միջով մենք անցնում ենք, նախ եւ առաջինը դա մեզ իմաստություն է, առաջինը մեզ տալի, երկրորդը ուզում եմ ասեմ, այն նաեւ կարող է լինել հրաշալի խրատ, հրաշալի օրինակ, այն մեկ մյուսի համար, ում դու ճանաչում ես, ով դրա միջով անցնում է։ Գիտեք, եթե ես փորձություններով ապրած մարդ չլինեի եւ անցած, եւ եթե դեզանից որևէ մեկը գար, խոսեր ինձ հետ ֆինանսական դժվարությունների մասին, ես քեզ չէի հասկանա, որովհետեւ կասեի ես հարուստ կյանքով ապրած մեկն եմ։ Դա այդպես չէ։ Եթե մեկը գար ինձ հետ խոսեր հիվանդության մասին, միգուցե ես քեզ չհասկանայի, որովհետև կասեի ես երբեք չեմ հիվանդացել, բայց դա այդպես չէ։ Եթե որևէ մեկը գար խոսեր ընտանեկան դժվարությունների մասին, կարող է քեզ չհասկանայի, որովհետև կասեի ես դա չեմ անցել, բայց ես անցել եմ դա։ Այո, յուրաքանչյուր փորձությունները եղել են ինձ համար իմաստության մասրունքներ, որոնք ես հավաքել եւ պահել եմ, եւ այսօր ամեն մեկը, ով անցնում է, ով չարչարվում է, ով գնում է փորձության ճանապարհով, գիտեմ ինչպես նրան մխիթարել եւ գիտեմ ինչպես նրան ցույց տալ, ոնց անցնի այդ ճանապարհը, որ ունենա մինիմում վնասներ։ Ամեն, փառք Տիրոջը։ Ուրեմն բնության մեջ յուրաքանչյուր մանրուք արարչի կատարյալ ծրագրի մի մասն է։ Սրանք ասես ամեն։ Եկ հաջորդը նայենք։ Աստծո ծրագրի զարմանալի իմաստությունը, Տիրոջ ծրագրի զարմանալի իմաստությունը այն է, որ աշխարհում ոչինչ իզուր, ասա ինձ հետ միասին իզուր, ոչինչ իզուր չի լինում, նույնիսկ ողբերգական թվացող իրադարձությունները, ինձ համար ողբերգականը դա մահն է, ես չեմ կարծում, եթե մեկի սառնարանը դատարկվել է, դա ողբերգություն է, ես չեմ հավատում, եթե քո ավտոմեքենայի անվադողերը 4-ն էլ առավոտ էլ արտեսար նստած են, առը քեզ ողբերգություն,
Ես ինձ համար ողբերգությունը միայն մահը։ Աստծո ծրագրի զարմանալի իմաստությունը, այսինքն կայանում է նրանում, որ աշխարհում ոչինչ իզուր չի լինում, նույնիսկ ողբերգական թվացող իրադարձություններում ավելի բարձր իմաստ կա։ Գիտեք, անգամ Աստծո խոսքում գրված է առակացում, որ երբ որ ինչ որ մի մեռելի տուն ես գնում, գնա ասում անդե գնա, չի ասում է գնա հարսանիք, միտեղ չեմ տեսել, որ ասի գնա վազի, հենց հարսանիք են անում, առաջինը դու գնա։ Գրված է, երբ որ մեռլատուն կգնաս, գնա, մեռլատուն գնա, որովհետև ասում է անդեղից մի բան կսովորես։ Մեռլատնից ինչ սովորեմ, այդ դիակը դրած։ Ինչ սովորեմ։ Ինչ կարելի է սովորել, երբ որ մարդը գնում է հանգուցյալի տուն։ Ինչ կարելի է սովորել։ Հանգուցյալից բան կսովորեմ, հանգուցյալի հարազատներից կսովորեմ, չէ ուղղակի հանգուցյալին կնայեմ ու կյանքը կարժեքավորեմ։ Ամեն, ուղղակի կյանքը կարժեքավորեմ։ Ամեն, այդպես է նաև մարդկային կյանքում։ Այդպես է նաև մեր մարդկային կյանքում։ Ամեն ողբերգական իրադարձություններ ունեն իմաստ։ Ես մի քիչ առաջ ասացի, երբեք Աստծո մուրճը, ես վստահ եմ, որ այստեղ նստած են այն տարիքի կանայք եւ տղամարդիկ, որոնք ինձ հետ համաձայն են, երբեք Աստծո մուրճը վերևից իզուր չի գա մարդու կյանքի մեջ, եթե քո կյանքի մեջ հարված է ու դու դրանից լացել ես, ամաչել ես, վատ ես զգացել, դա ունի պատճառ։ Կա մարդ, որ կասի այո, դա ունի պատճառ։ Շատ լավ։ Ես կուզեմ գիտեք հաջորդ մի ուրիշ բան նայենք։ Մեր անկումները կարող են անհաջողություն թվալ սկզբից, հա, մեզ համար անհաջողություն թվալ, բայց եթե մենք դրանք ընդունենք որպես Աստծո ծրագրի մի մաս, դրանք կդառնան մեր նոր աճի հենակետը։ Խնդրում եմ սա մի հատ էլ մնա, շատ ուզում եմ բոլորս նայենք։ Ես այսօր եկել եմ ու ավելին քան հավատում եմ, եթե մեկը ծոմապահությամբ այստեղ, աղոթքով է այստեղ, ես այս շաբաթ այնքան երկար եմ մնացել Տիրոջ ներկայության մեջ։ Ես չեմ կարող քեզ ասեմ, թե ինչքան ժամեր ընդհանուր ես եղել եմ աղոթքի եւ ծոմի մեջ։ Եվ զգացել եմ, որ Աստված ուզում է սա խոսել ձեզ հետ, որովհետեւ միգուցե այստեղ մարդիկ կան, որոնք իրենց փորձությունները չեն կարողանում հեշտ տանել, կամ էլ չգիտեն, սա անեծքի պատճառ է, սա թույլատրված խնդիր է, սա թուղթուգրի պատճառ է, սա ինչ է։ Ախր մենք ում ենք, մենք բոլորս տեսել եք, մենք ինչ ձև ենք մեզի նայում։ Ցույց տամ ոնց ենք նայում։ Ասկի ճանճ տրորած չկանք։ Այդ վատ է, էլի որ ճանճին չես տրորել։ Օրինակ մեր տունը որ ճանճա մտնում, դու պետք է ինձ տեսնեք։ Ես դառնում եմ գլխավոր որսորդը ճանճի։ Ոնց թե ճանճ չենք տրորել։ Էդի վատ է, էլի ձեր տան վիճակը, որ ճանճերին բաց եք տողել։ Մրջուն չենք տրորել, էսի չենք արել։ Եղբայրներ եւ քույրեր ամեն ինչ էլ տրորել ենք, եւ ամեն մեկին էլ տրորել ենք, ու ամեն մեկի հասցեն էլ տրորել ենք, անունն էլ տրորել ենք, կյանքն էլ տրորել ենք, եւ բավական է, որ մենք մեզի դնենք հրեշտակի տեղ։ Այո։ Կա այստեղ մեկը, որ իրան սուրբ է տեսնում։ Հա, բայց մեկ ուզում է ձեր բարձրացել, դու հասկացա, բան, ինձանից ինչ սուրբ։ Փառք Տիրոջը, ակնթարթի մեջ հասկանալ ինչ է պետք անել, դա շատ կարևոր է։ Ալելույա։ Ուրեմն մեր անկումները կարող են սկզբից թվալ անհաջողություն մեզ համար, բայց եթե մենք դրանք ընդունենք որպես Աստծո ծրագրի մի մաս, որովհետև հիմա մենք գնալու ենք այդտեղ, հա, դրանք կդառնան իմ եղբայրս, իմ քույրս, Աստծո սիրելի զավակ, քո նոր աճի մի մասը։ Առանց փորձությունների դու երբեք չես աճի։ Առանց փորձությունների դու չես կարող ճանաչել Աստծուն, առանց փորձությունների չես կարող ազատվել Ադամից։ Ադամը միշտ ձեր տան գլխավոր հյուրը կլինի։ Առանց փորձությունների մեզ պետք է դրանից ազատվել։ Ամեն։ Շատ լավ։ Հաջորդ մի հատ բանն եմ ուզում մենք նայենք։ Յուրաքանչյուր փորձություն օրհնություն ունի։ Ոչ մեկ սրան չի հավատում։ Յուրաքանչյուր փորձություն օրհնություն ունի, որը ուզում եմ համբերությամբ սպասես, ունի իր ժամանակը։ Յուրաքանչյուր փորձություն օրհնություն ունի, որը կբացահայտվի իր ժամանակին։ Ամեն, համաձայն է սրա հետ։ Գլխավորը ոչ թե այստեղ հանձնվելն է, այլ հավատալ Աստծո ծրագրին եւ շարժվել առաջ։ Եվս մեկ բան ու անցնում ենք Հռոմեացիներից թղթին։ Մարդու վայր ընկնելը նրա նոր վերելքի մի մասն է։ Նկատեք մի բան ասեմ։ Այստեղ նայեք,
Եվ դու վայր ես ընկնում, դու մեջքի վրան ես ընկնում, թե գիտու բերանի։ Ամեն վայր ընկնելուց հասակովը մեկ առաջ ես ըթում։ Ամեն վայր ընկնելուց նկատում ես դու քո հասակով առաջ ես ըթում։ Ամեն վայր ընկնելը քեզ առաջ է տանում։ Ամեն վայր ընկնելը քեզ մեծացնում է։ Ամեն վայր ընկնելը քեզ դարձնում է ավելի խոհեմ, ծանրաբարո, ծանրակշիռ, հավասարակշռված մարդ, որովհետև կյանքի այնպիսի հարվածներով ես անցել, եւ այդ հարվածները եղել են քո լավագույն ուսուցիչները։ Ամեն։ Կամ մարդ ինչ-որ մի բան է վերցնում։ Հալելույա, փառք Տիրոջը։ Շատ լավ։ Գիտեք մի աստծո մարդ ասել է հետևյալը, եկեք նայենք նրան։ Անկումը դեռ ձախողում չէ։ Եթե քո կյանքում որևէ անկում տեղի ունեցավ, կամ որևէ փորձություն տեղի ունեցավ, կամ դու վայր ընկար, սայթաքեցիր, սխալ արեցիր, խիսը արեցիր, անկումը դեռ ձախողում չէ։ Սակայն ձախողում կարելի է համարել այն վիճակին, որի մեջ դու որոշես մնալ, այ դու ձախողված ես։ Եթե որոշես ընկածը տեղը մնաս։ Տեսել եք երեխա, որը ընկնում է ու ընկած տեղից չի շարժվում առաջ։ Լացալինում, որ իրան գամ վեկալ են տեղից։ Կյանքում չես տեսնել, որ ինքը իրանով վեր կանա, ասի կներեք իմ սխալի պատճառով ընկա, ներողություն մամաջան, պապաջան ու վեր կանա։ Նստում է գետնին ու ղժում ու գոռում մի հանքի մինչև դու գնաս իրան վեր կացնես այդտեղից։ Գիտես խի ինքը տենց անում, որովհետև ինքը երեխա է, դու տենց չանես։ Երբ վայր կընկնես, կամ էլ եթե արդեն վայր ես ընկել, խորհուրդս է քեզ, ընկած տեղումդ չմնաս։ Բա ի՞նչ է պետք անել վեր կացարի Աստծուն, որովհետև նա քեզ կասի ընկնելու պատճառը եւ ընկնելու այդ սիտուացիայից դուրս գալու ձևը։ Ամեն։ Երբեք չմնաս տանը։ Երբեք չմնաս տանը, հատկապես Կիրակի օրը, երբ Աստծո ժողովուրդը Հովհաննեսն ասում էր, եւ Կիրակի էր, Պատմոս կղզում, մարդը բանտարկյալ վիճակում ասում էր, եւ Կիրակի էր, եւ Տիրոջ հոգին եկավ ինձ վրա։ Ես ուզում եմ ասեմ Կիրակի օրը Տիրոջ հոգին գալիս է Աստծո որդիների վրա, չմնաս ձեր տանը։ Արի այստեղ, որովհետեւ Աստված քեզ բան ունի ասելու։ Քո անկումը դեռ մի համարի ձախողություն։ Ձախողությունն այնն է, որ ոտերիդ խփես ու ասես «Խի եղավ», արդեն եղավ։ Կարող է հիմա չէ, բայց հետո Աստված կպատասխանի։ Հիմա պետք չի քեզ պատասխան փնտրել։ Հիմա քեզ պետք է կարողանաս ուժ խնդրել նրանից անցնելու դրա միջով։ Ամեն։ Որովհետև Աստվածաշնչում մի հատ խոսք կա, եղբայրներ եւ քույրեր, եւ այնտեղ գրված է. հայտնի բաները, այսինքն հասկանալի բաները, ձեր եւ ձեր որդիների համար են, սակայն այն ամենը, ինչի անունը դու դնում ես, ինչու։ Խի եղավ սենց, դա Աստծո համար է։ Կամ արդյոք կյանքում որ Աստծուն ասել է խի ես եղավ սենց, ու դու ոչ մի ձև մինչև այսօր այդպես էլ չգտար պատասխանը, ինչու է այս խնդրեմը եղել, այդ նշանակում է դու պետք է չիմանաս, միգուցե շատ պետք է հասունանաս իմանաս, կամ էլ դրա պատասխանը երկնքում կիմանաս։ Կամ էլ դրա պատասխանը երկնքում կիմանաս։ Դուք ինքներդ ում եք գաղտնիք վստահում, երեխաներին, թե նրանց, ովքեր հասուն մարդիկ են եւ անցել են ճանապարհ։ Հասուն մարդկանց։ Եթե Աստված այսօր քեզ չի պատասխանում, ինչի համար ես դու այդ խնդրի մեջ ընկել, ինչի համար քո ընտանիքում այս խնդիրը կա, ինչի համար քո առողջության, քո կյանքի մեջ ֆինանսների, բիզնեսի, ցախողումներ, դժվարություններ, բախումներ, խռովություններ, վեճեր, ինչու սա հարցնում ես ու Աստված քեզ չի պատասխանում, նշանակում է ժամանակն է դադարես այդ ինչուն ասելու։ Ժամանակն է ասելու Աստված, որն էր իմ սխալը, որ սա տեղի ունեցավ։ Չմնաս ընկած վայրումդ, շարժվի Տիրոջով առաջ։ Լավ։ Ձախողված է իմ համար այն մարդը, ով ընկած տեղը նստում է ու բողոքում է, ու ալամ աշխարհին պատմում է, ասում է, նկատել եք, ոչինչ չի փոխվում։ Գիտեք ինչու, որովհետև մարդի վիճակի չի քեզ օգնելու։ Ես անցյալ ծառայությանն ասացի, մարմինը մարմնին չի կարա փոխի։ Մարմնին կարա օգնի գետնից առլի նստին դե, բայց խնդրեմիցդ չի կարա հանի։ Դու կարող ես վայր ընկնես, քեզ մարդիկ օգնեն, հանեն, նստացնեն, դա նորմալ է, հասկանալի է, բայց իրավիճակից քեզ կարող է հանել միայն նա, ով թույլ տվեց, որ դա լինի քո կյանքում։ Ամեն։ Եկ միասին կարդանք Հռոմեացիներից մի հատ համար, անգլերեն վերսիան ինձ ստիպել է հիշեմ ժամացույցի մեխանիզմը, եւ ես այս նկարն եմ դրել, որովհետեւ հիմա ուզում եմ մի բան ասեմ։ Հռոմեացիների 8:28-ում գրված է։ Ինձ հետ միասին ասա Հռոմեացիների 8:28։
Եվս մեկ անգամ եթե ասես ես կզգամ որ դու համարի արթնացար։ Չմոռանաս այս համարը։ Սա մեծագույն բանալին է այս կիրակի որ տալիս եմ քեզ։ Վերցրու, սա բանալի է։ Որ համարներ չկա սենց համար։ Մի հատ ուրիշ համարը, նայեք ինչ ասում։ Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրանց կամքով։ Ու ես կարդում եմ, բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում, բայց գիտենք, որ ամեն ինչ, այս ամեն ինչը, չէ պետք է ոնց ամեն ինչ, ինչ որի մեջ կատարվում է ամեն ինչ, ասում եմ ամեն ինչ, ինչ որ հետդ կատարվում է, բարիքի համար է, գործակից է լինում բարի, ուսումնասիրում ենք խոսքը, եւ բոլոր նրանց համար ասա բարի գործակից, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրա կամքով հարց, կա այստեղ մարդով սիրում է Աստծուն, հələ ճշտապես սիրում ես Աստծուն, սիրում ես, ասում քո կյանքում ինչ որ կատարվում է, կարող ես համարել որ բարի գործակից է, ասում all together, հա? All things work together, բալ ամեն բաները իրար հետ են գործում, ինչ ամեն բաները, ամեն ինչ որ քո հետ կատարվում ամբողջը թույլ տրված է, որովհետև ինչպես ժամացույցի մեխանիզմը, որը ունի նկատ մասեր, նկատել եք, հատուկ ապարատով են նայում, հատուկ գործիքներով են ժամացույցի մեխանիզմը հավաքում, ունի մեծ բաներ, անիվներ, որ պատտվում են, ունի փոքրիկ եւ այլն, բայց ամենափոքրն անգամ մասնակցի մեխանիզմը չի աշխատելու, բայց դրանք բոլորը իրար հետ աշխատացնում են մեխանիզմը, բոլոր այն ինչ որ կատարվում է քո հետ, եւ լավը եւ վատը, եւ դժվարը եւ հեշտը, եւ լացելուն եւ ուրախանալուն, բոլորը իրար հետ միասին բարի գործակից Աստծուն սիրողների համար։ Գիտեք այս համարը ինչ է անում, մեզ կոչ է անում կողմնորոշվել մեր տեսակետը եւ հանգամանքները, որ ունենք ընկած խնդրի վերաբերյալ։ Այս համարն ասում է կարող ես կողմնորոշվել այն ինչ որ քո կյանքում կատարվել է։ Մի հատ ուզում եմ քո տեսակետը նայեմ, ասում է Աստված, ուզում եմ նայեմ ինչպես ես դու նայում իրավիճակի, ինչ որ քո կյանքում կատարվում է։ Կարող ես ասել ամեն բան բարի գործակիցը ինձ համար, որովհետև ես Աստծուն սիրող եմ։ Կարող ես ասել։ Եթե քո կյանքում ինչ որ մի բան այսօր տեղի է ունեցել եւ դու ասացիր ես այն մեկն եմ, որ սիրում եմ Աստծուն, նայ այդ փորձության մի հատ գլոբալ մտքի մեջ ինքը տակը տեղավորել է, սիրում ես Աստծուն։ Պատահական չի դրել այդ բառը։ Պատահական չի դրել։ Ասում կասես, որ սիրում եմ Աստծուն, եթե սիրում ես Աստծուն, ուրեմն իմացիր, քեզ պետք է վստահել, համաձայնվել, քո տեսանկյունները, քո մտածմունքները, քո պատկերացումները բոլորը բերես հետևյալ բառի վրա, սա թույլատրված է Տիրոջից։ Ամեն։ Այս համարը ստիպում է մեզ հետ կատարված դեպքերի վերաբերյալ փոխել մեր տեսակետերը։ Ես խիսանց եղավ։ Եվ դու գնում ես Տիրոջ մոտ ու ասում ես, գիտեք, վերջերս մի անձնավորություն, չէ, ավելի ճիշտ ասեմ, ոչ շատ վերջերս, մի անձնավորության կյանքում մի դժբախտություն եղավ եւ ինքը երբ որ զանգեց ինձ այդ մասին պատմեց, մի հատ արտահայտություն արեց։ Գիտեք, ամեն արտահայտություն ես հիշում եմ, որոնք սուրի նման են։ Դարձավ ասեց, գիտեք, Աստված ասեց, որտեղ մի հատ խեղճ է տեսնում, որտեղ մի հատ անճար է տեսնում, դժբախտությունը իր վրա է բարդվում։ Ասած բոլոր նրանք ովքեր խեղճ են, նրանց վրա է։ Սա լուրջ մեղադրանք է Աստծո նկատմամբ, բայց դա այդպես չէ։ Եվ խեղճն ունի փորձություն, եւ հարուստն ունի փորձություն, ես այսօր մի քանի րոպե հետո քեզ ցույց եմ տալու արևելքի ամենահարուստ մարդուն, իր նման հարուստը չի եղել, ամենաուժեղ, ամենաճանաչված, ամենահայտնի մարդուն, որը տարել է այնպիսի փորձություն, որ որևէ մեկից չեմ կամենում։ Նշանակում է դա սուտ է, որ Աստված խեղճին է տեսնում եւ խեղճի վրա է բարդում դժվարությունները, այդպես չէ։ Մի բան եմ ուզում պատմեմ։ 96 թվականներ։ Ես երևի 1 տարի էր որ դարձի եկե։ Ես այդ ժամանակ երիտասարդ էի։ Գիտեք եմ սա նշում, որովհետև տարան մեզի երիտասարդական։ Ոսենց միշտ չեմ եղել։ Հավատում եք երիտասարդ եմ եղել։ Հալելույա։
Եվ տարան երիտասարդական, տենց միշտ ասել եմ, ես ծնունդ եմ առել հոգեգալստական եկեղեցում եւ այնտեղ շատ մեծ տեղ են տալու երիտասարդական ծառայություններին, որը մեր հարգարժան Պավել եղբայրն էր վարում եւ հիշում եմ, որ տարան աղվերան ժողովրդին հավաքեցին եւ այլն ավտոբուսներով, մինչեւ այսօր այդ ծառայությունները անում են մեծահասակներին առանձին են տանում, երիտասարդներին առանձին, պատանիներին առանձին խումբ, մանուկներին, այս գործը մոտավորապես հունիս ամսից մինչև օգոստոս անում են իրանք։ Եվ ես նոր էի դարձի եկել եւ իմ կյանքում կար ուղղակի անպատմելի դժվարություններ։ Ես չեմ ուզում ժամ տրամադրեմ դրանք այսօր մեկ-մեկ պատմելու, բայց ես բնակավարները կասեմ, որտեղ ունեցել եմ դժվարություններ։ Ֆինանսական բնակավար 0, առողջական բնակավարում մեծ խնդիրներ, ամուսնական հարաբերությունների մեջ ընտանիքում մեծ դժվարություններ, մեծ խնդիրներ, սոցիալական եւ ֆիզիկական եւ ֆինանսական բնակավարներում բոլոր տեղերում կարելի է ասել իրական արմագեդոն էր։ Եվ ես նոր դարձի եմ եկել։ Եվ գնացինք աղվերան, որտեղ տարան մեզ այդ երիտասարդական ուրեմն այդ օրը անցկացնելու, ուտելիքներ էին բերում ամեն տեղից, ամեն մեկը ինչ-որ մի բան, դե իրանք էլ իրանց հերթին էին պատրաստում եւ այդտեղ աղոթում էինք, երգում էինք, այնտեղ սենց չէր կարա էլի շատ բաներ անել, աղոթքդ պիտի համեստ լիներ, երգդ պիտի համեստ լիներ, ձեռդ պիտի չշարժվեր, ոտդ պիտի չշարժվեր, մենակ պիտի աշկերտ էթային գային, մի խոսքով, տենց, պիտի չշարժվեին, էլի, տենց, մի խոսքով, հա։ Եվ հանկարծ ես կանգնած էի այդ մեծ Իկարուսը, որով մեզ իջացրել էին, գիտեք, սկի տրամադրություն չունեի գայի, բայց մի պահ ուզեցա տնից կտրվեմ, երեխաներիս կարծում եմ հետս վերցրեցի, բայց մամաս պապաս մնացին տանը, ես նոր էի եկել Ռուսաստանից, ամուսինս դեռ Ռուսաստանում էր, եւ տենց ավտոբուսի կողքը կանգնած էի եւ հանկարծ մի եղբայր, երիտասարդ եղբայր, բավականին կիրթ տղա էր, մինչև հիմա ծառայում է տիրոջը, տերորդն իրան, եւ հիշում եմ, որ լավ անգլերեն գիտեր, շատ երիտասարդ էր ինձանից, մոտեցավ ինձ եւ ասաց, քույրս, ես մի բան եմ ուզում քեզ ասեմ, ասացի, լսում եմ եղբայր ջան, նախ ծանոթացավ, հետո ասաց, ինձ տերն է ուղարկել քո մոտ, ասացի, տերն է ուղարկել իմ մոտ, էդիկ շատ լուրջ արտահայտություն էր այդ եկեղեցու համար, որովհետեւ այդտեղ ամեն րոպե չէ, որ Աստծո անունը կարող է ստալ տենց ազատ, ասաց բանը, նա ուղարկել է, որ ես քեզ հետևյալն ասեմ, ասացի լսում եմ, ասաց քո ձեռքին սուրբ գիրք կա, ասացի այո, առանց սուրբ գրքի չէիր կարա ճամբար եթայիր, այո, դեռ նման չեն, ամեն ինչ բերում եք բացի սուրբ գիրքը, ասացի այո, սուրբ գիրքը բացեցի, ասաց բաց Հռոմեացիների 8:28-ը, բացեցի եւ ասաց, երեք գիշեր, այս համարը Տերը ինձ տվել է, որ այսօր տամ քեզ։ Ինքը տեսել էր, որ մենք այդ նույն տնային խմբակից ենք, բայց երբեք չի մոտեցել խոսա ծանոթանա։ Ասաց, այս համարում գրված է հետևյալը. ամեն բան բարի գործակից է, բոլոր նրանց համար, ովքեր Աստծուն սիրում են։ Ես շրջվեց, ասացի, եղբայր ջան, ոնց կարա իմ հետ կատարված այսօր այսքան բազմաթիվ դժվարությունները ծառայեն բարի գործակից։ Այսինքն սրա բարին ո՞րն է։ Ինչ նսր բարին, ոնց կարա բարի լինի։ Ինքն ասաց, նա ինձ մենակ չի ուղարկել, որ ես քեզ Հռոմեացիների 8:28-ը տամ։ Նա ասել է քո կյանքում ինչ որ կատարվում է, այս բոլոր դժվարությունները, մի օր սրա մասին ինքդ ես քարոզելու։ Մի օր ինքդ ես սրա մասին պատմելու։ Հետո ձեռքը տարավ գրպանը եւ հանեց 50 եվրո։ Գիտեք ինչ է նշանակում 96 թվականին 50 եվրո։ Հիմա տամ 50 եվրոն դեր կխաղամ։ Ասեք։ Ինչ կասեք յուրիկ եղբոր, եթե հավաքույթի վերջում ձեզ 50 եվրո տամ։ Ալելույա։ Վերջան։ Այսինքն 30 տարի անց 50 եվրոն 50 եվրոյա, 30 տարի առաջ 50 եվրոն, այն մութ, ցուրտ, սոված տարիներին պատկերացնում է, ինչ կաներ 50 եվրոն, ասաց սա Տերը տվել է, որովհետև սա տվել է, որ ես քեզ ասեմ, նա տեսնում է, թե դու ինչի միջով ես անցնում, Աստված մեծ ծրագիր ունի քո համար, չհանձնվես, չմնաս ընկածը տեղը ընկած, ապա վեր կաց, այն Աստված որ այսօր ձեռքը երկարացրել է քո կյանքի մեջ, երկարացնելու է քո եւ քո որդիների վրա։
Դու ազատվելու ես։ Ասաց դու ազատվելու ես այն խնդիրներից, որոնց համար ամեն գիշեր լաց ես լինում եւ դատերը տեսնում է։ Գիտեք, այն խնդիրները, որոնք այդ ժամանակ իմ կյանքում արկա են, դրանցից ոչ մեկ այլևս ինձ հետ չէ, դրանք ուղղակի մնացին իմ պատմության մեջ։ Փառք Հիսուսին։ Դրանք բավականին մի բուկետ էին։ Մեծ բուկետ, եւ այս այդ բուկետի ժամանակ եկա Աստծուն եւ ասում է ամեն բան ինչ որ կատարվում է, հետո այդ ամենը քեզ համար, բոլոր ինչ որ կատարվում է, ամեն մեկը քեզ հատուկ իմաստություն են տալու։ Ինչ որ մի բան եթե քեզի նեղում է, դուրս է հանում մի տեղից, գնա, դուրս է հանում, որովհետեւ հետո որտեղ որ հայտնվես, փառք ես տալու հայտնվածը տեղի համար ու շրջվելու ես նայես որտեղից որ հերել ես, ծիծաղելու ես։ Ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ուզում եմ մի բան էլ նայենք։ Արդեն մի քիչ տրամադրություններդ լավ է, փառք Տիրոջը։ Ուզում եմ, որ դու հետևյալը նայես։ Ի վերջո, վերերթների եւ վայրեջքների միջով է, որ մենք դառնում ենք ավելի վճռական եւ համառ, այդպես չէ։ Որքան ընկնում ես ու բարձրանալուց նկատի ավելի ուժեղ ես։ Գիտես ինչն է քեզ ուժեղ դարձնում։ Իմաստությունը, որի պակասի պատճառով ընկար։ Այո։ Եթե մենք իմաստություն ունենայինք բավարար, մենք չէինք ընկնի։ Իսկ Աստվածաշունչը մի բան ասում. եթե մեկը իմաստությունից պակասած է, իմիջիալոցակրկին ասում է Հակոբոսը, ասում է եթե մեկը իմաստությունից պակասած է, թող խնդրի Աստծուց եւ Տերը կտա ամեն առատության եւ չի նախատի, թե ինչու դու չունես այդ իմաստությունը, որովհետեւ վերին իմաստությունը գալիս է Աստծուց, վերին իմաստությունը բխում է Աստծուց ու այդ իմաստությունը դու կարող ես ստանալ, եթե դու միացել ես երկնային ցիստեռնին։ Ամեն։ Հալելույա։ Դու նրան բարձր ծափարություն։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Հալելույա։ Ինչի կարիք որ ունես նրա մեջ կա, նրա մոտ կա, դու միայն խնդրի, բարձրացրու ձեռքերդ, կանչիր նրան, աղաղակիր, Տեր արի, իմ լահայրը իջնոր, իմ կենդանի Աստված ապրեցրու ինձ, այս երկրի մեջ Տեր, ապրեցրու քո կենարար ջներով, որ չմեռնեմ, իմ փորձության ժամանակ, իմ անկումների ժամանակ Տեր, չեմ կարող տանել մարդկանց ծիծաղը, Եվ դու ընկնես ծիծաղալու են քո վրա։ Սա ցավացնում է մեզ։ Բայց Աստված թույլ է տվել, որովհետև հիշիր միգուցե ինչ որ մեկի երեխան երբ որ ընկել է կամ ընտանիքում բան ա եղել, դու էլ իրանց վրա ես ծիծաղել։ Դե չէ մենք տենց հոտ անշլախ բաներ անողը չենք։ Սսպված մարդիկ ենք մենք Չի եղել երբևիցե որ մեկի դժբախտության վրա ծիծաղացել ես կամ մեկի ընտանիքի երեխա Այդ նույնը շուռա եկե ուղիղ քո տան մեջ Ամեն բան բարի գործակից Աստծո սիրողների համար Այդ գիտես որն է այդ ամեն բանը ասում նայ չխնդաս ուրիշի վրա որովհետև եթե ծիծաղես ուրիշի վրա նույնը քո գլխին է կատարվելու Դրա համար ինչա պետք անել որպես այդ ձախողված տեղումդ երկար չնստես այսօր նրան ասա կներես Տեր Սա երբեք այլևս չի կրկնվի։ Հաճախակի ես դու ներողություն խնդրում Աստծուց թե ոչ։ Հաճախակի ես հիշում, որ Աստծուն բարկացնում է մարդու կյանքում միայն չզղջված մեղքը։ Ասացի արևելքում մի հարուստ մարդ կար։ Շատ հարուստ։ Իր հարստության պես մեկը չկա այդպես եւ Սուրբ Գիրքն է ասում։ Եվ այդ մարդը իր ունեցածով, այդ մարդը իր հարստությամբ, իր ամեն ինչով աչքեր ծակել այնքան, որ նրան ասում էին, թե այս արևելքի մեջ սրա նման հարուստ մեկը չկա։ Եվ հանկարծ հակառակորդը մի օր մոտեցավ Աստծուն եւ ասեց. Բոլոր են հավատացյալները, որոնք քեզի փառք են տալիս եւ գովում են քեզի, ինչի պիտի չգովեմ, որ ուտելը տվել ես, խմելը տվել ես, հագնելը տվել ես, փառքը տվել ես, արևելքի մագնատը։ Իրան նմանը չկա։ Ես եմ մագնատն եմ, ես քեզ փառք կտամ։ Դու ինձ վերևից գցել ես ներքև, ես նեղվել եմ, դրա համար քեզ փառք չեմ տալի։ Կոդեմ եմ պատերազմում։ Ինձ էլ այդ մարդու նման հարուստ սարքեի, ես քեզ փառք կտայի։ Այդ մարդու անունն էր Հոբ։ Եկ նայենք Հոբի գիրքը։
Գիտեք, զարմանում եմ այն հավատացյալների վրա, որ թոքաբորբ են տանում ծանր, ասում են հոբի չարչարանքներն ապրեցի։ Այս ֆանտաստիկ գաղափարները որտեղից է գալիս։ Թոքաբորբ է էլի, երկու հատ պենիցիլին կսրսկվես կանցնի հոբի չարչարանքը որն է։ Կամ ասենք ամուսինը եկել, ասենք մի հատ ալելույա, աչից ձախ, ասում է Քրիստոսի չարչարանքներն եմ դրա ձեռը տանում։ Լավ, ես երևի կարդամ հոբի գիրքը։ Հոբ, հալելույա։ Մենք սիրում ենք, էլի ճոխացնենք մեր պրոբլեմը, ասեք սիրում ենք, որ գիտեք խենք ճոխացնում, որ բոլորը մեր կողքերը պտտվեն, խղճան մեզի, ցավակցեն մեզի, հասկանում է, դու իրանց կարիք ունես, դու կարիք ունես, որ մարդիկ գան քեզ խղճան եւ ցավակցեն, գիտես ինչ կանեն քեզի, ավելի կթուլացնեն։ Կյանքում ես իմ դժվարության ժամանակ որևէ մարդու թույլ չեմ տալիս մոտենա ինձ եւ ինձ խղճա, որևէ մեկը հենց փորձա ինձ խղճի, ես իրեն կլիկվիդացնեմ։ Ես չեմ ուզում ինձ խղճաս, որովհետեւ ես գիտեմ, որ ամեն բան բարի գործակիցը Աստծո սերը, սա հասունություն է։ Ամեն։ Հալելույա։ Շատ լավ, հոբի գիրքը նայենք, ահա։ Եվ եկավ մեկ օր, որ ես այսպես նայեմ, որտեվ այստեղից լավ։ Եվ եղավ մեկ օր, որ Աստծո որդիները եկան Տիրոջ առաջին կանգնելու եւ Սատանան էլ եկավ նրանց միջումը եւ Տերը ասաց Սատանային. «Որտեղից ես գալիս»։ Եվ Սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. «Երկրի վրա շրջելուց եւ նրանում մանգալուց եմ գալի»։ Զբոսանքի էր էլի։ Եվ Տերն ասաց Սատանային. «Ուշադրությունը դարձրիր իմ ծառա Հոբի վրա, որ նրա նման չկա երկրի վրա կատարյալ եւ ուղիղ մարդ, աստվածապաշտ, չարությունից հեռացող»։ Եվ Սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասաց. «Միթե ձրի է քեզ հավատում»։ Տեսեք ինչ ասեց. «Ձրի է աստվածապաշտ, բայց այդքան բան ես արել, ես էլ քեզի կպաշտեի»։ Հիմա հեսա կտեսնեք ինչ հարստության տեր մարդ է եղել ինքը։ Շարունակենք կարդալ։ Չէ՞ որ դու նրան տուն եւ նրա բոլոր ստացվածքը ցանկով ցանկապատել ես, շրջապատել ես, նրա ձեռքի գործը օրհնել ես, նրա հոտերը տարածվել են երկրի վրա, բայց հիմա մեկնիր ձեռքդ, Սատանան ասում, մի հատ խփի իրան ասում է, մի հատ դպչրու նրա ամեն ստացվածքին եւ տես, թե որ քո երեսին քեզ չհայուհի, մեծ ասում ձեռքդ հələ երկարացում at խփի հոբին, տես ոնց է քեզ հայուգելու։ Եվ Տերն ասաց Սատանային. ահա նրա բոլոր ստացվածքը քո ձեռքին լինի, միայն թե նրա վրա չերկարացնես ձեռքդ։ Եվ Սատանան դուրս եկավ Տիրոջ երեսի առաջիցը, եւ եղավ որ մի օր նրա որդիքը նրա աղջիկերքը ուտում էին Սահոբին։ Աղջիկերքը եւ տղերքը ուտում էին եւ գինի էին խմում իրանց անդրանիկ եղբոր տանը։ Եվ մի պատգամաբեր եկավ Հոբի մոտ եւ ասեց. Եզները հերկելիս եւ մատակեշերը նրանց կշտին արածացնելիս սաբացիկ հարցակվեցան եւ նրանց առան ու ծառաներից զարկեցին սուրի բերանովը եւ մենակ ես եմ ազատվել, որ քեզ գամ իմացնեմ։ Սա դեռ խոսում էր, ահա մեկ կողմից մեկ ուրիշը եկավ եւ ասեց. Աստծո կրակը թափվեցավ երկնքից եւ այրեց հոտերը, ծառաների եւ նրանց պատրեց։ Ինչ? Սպարեց։ Լավ շուտես։ Ու մինակ ես եմ, որ ազատվել եմ, որ գամ քեզ իմացնեմ։ Սա դեռ խոսում է, ահա մեկը եկավ եւ ասաց. Քաղդեղացիք 3 գունդ շինած հարցակվեցան ուխտերի վրա եւ նրանց առան ու ծառաներին զարկեցին սուրի բերանովը եւ միայն ես եմ ազատվել, որ քեզ գամ իմացնեմ։ Սա դեռ խոսում էր, ահա մեկ ուրիշ տեղից մեկը եկավ եւ ասաց որդիքդ եւ աղջիկերքը ուտում էին, գինի էին խմում իրանց անդրանիկ եղբոր տանը եւ ահա մի մեծ հողմ եկավ անապատի կողմիցը եւ դպավ տան 4 անկյանը եւ տունը վայր ընկավ ուրեմն տղոց վրա եւ նրանք մեռան եւ մենակ ես եմ ազատվել, որ քեզ իմացնեմ։ Սենց փորձություն կա, որ մեկը ապրել է։ Այնպես եք լռում, ոնց որ ասում եք, բա իմս մենակ իմանաս։ Դու լի իմը չգիտես։
Այդ որ ասում եզները սատկեցին, այդ նշանակում է բիզնեսը քանդվեց։ Ասում որդիները տուտում խմում էին, աղջիկները տանդրանիկ եղբոր տանը հողմ եկավ, ջարդու փշուր արեց տունը, երեխեքը սաղ մեռան։ Ծառաներդ որ ունեիր, ասում սաղ մեռան։ Ինչ որ ունեիր, չունեիր, ասում ամբողջը մեռան։ Ասում հələ մի լուրը չտված մյուսն եկավ, մի լուրը չտված մյուսն եկավ, մի լուրը չտված մյուսն եկավ։ Եվ հոբը ապշեց։ Ոնց մեկ օրվա մեջ ամենահարուստ մարդը վերածվեց ոչինչի, վերածվեց զրոյի եւ գրված է որ հոբը պատռեց իր հագուստները, նստեց հողի վրա, լցրեց հողը իր գլխին եւ սկսեց աղաղակել։ Բայց մի բան եմ ուզում ուշադրություն դարձնես։ Այդ որ քամիներ եղան, որ հողմեր եղան, այդ հողմերը հարևաններին բան չվերցրեցի։ Որ ձեր մոտ որ տորնադոյալինում հասցեով է գալիս։ Ասենք Վեննայից այսինչ բան ապարտմենտ 15 տորնադո տենց կեթաս։ Ասենք որ գալուց Վեննայիսով բանով կարա մակրիտանի աստվածաշանի մի խոսքով անումա չէ։ Որտեղ եք տեսել որ քամին հասցե ճանաչի։ Որտեղ եք տեսել տորնադոն քամի հասցե ճանաչի։ Որտեղ եք տեսել փոթորիկը կամ մի բան։ Բայց եկավ հենց միայն հոբի տան գլխին, եկավ հենց մենակ հոբի կյանքի, հոբի որդիների վրա եւ այլն, եւ հոբը ընկավ մեկ ակնթարթում։ Այսա կոչվում է մեծ ձախողություն, մեծ փորձություն, եւ երեխաները մահացան, եւ ունեցվածքը կորցրեց։ Հələ մի հատ ուրիշ բան էլ եղավ։ Նայենք հոբի ուրեմն երկրորդ գլխի 7-ից 8-ը։ Եվ սատանան դուրս եկավ Տիրոջ երեսի առաջիցը, զարկեց հոբին չարաչար պալարներով, նրա ոտքի թաթից մինչև գագաթը եւ նա մի խեցի առած քերում էր նրանով որ նստած մոխրի մեջ, հա։ Դուք պատկերացնում եք այն ամեն ինչ որ կատարվեց, մինչև այդ որ կարդացին, կատարվեց հոբի ընտանիքի երեխաների տան ունեցվածքի հետ։ Բավական չէր, գնաց եկավ կպավ հոբին։ Ասում է այն ձև պալարներ, այն ձև հնարավոր է ինքը ասում են աստվածաբանները հնարավոր է որ հարվածվել է բորոտության հիվանդությունով ասում է մի խեցի կավի կտոր վեկորին եւ թերին պատկերացնում եք ինչ ձևի վերքեր են եղել որ խեցիով է քերը կարող եք պատկերացնել մեկը մրսում է սառում է մի քիչ փրշտում է բան 6 շաբաթ եկեղեցի չի գալիս բանը մրսած եմ անհանգիստ եմ անցյալ շաբաթ ինչ էր էլի անհանգիստ Բա ասենք երրորդ շաբաթնա մի քիչ ոնց որ անհանգստությունից մնացել է դեռ։ Բա չորրորդ շաբաթնա ցակ-ցակում է մեջքս չեմ կարողանում գամ այդտեղ ոնց է եղանակը։ Աստծո մարդը պիտի ուժեղ լինի։ Եղանակի դեմել, կյանքի դեմել, փորձությունների դեմել, իրեն դանակահարող մեջքի ցարազատների դեմել, իրեն խանչալով դանակահարող ընկերների դեմել, Աստծո մարդը պիտի ուժեղ լինի։ Եվ հոբը նստեց գետին, կորցրած ամեն ինչ, վերքերի ու ցավերի մեջ, եւ հոբը սկսեց խոսել։ Նայենք ինչ ասեց։ Ես կարծում եմ հոբը Հռոմեացիների 8:28-ն ասէ։ Ինչի եմ կարծում, որ այդպես ասե, որովհետև երբ այս համարը կարդացի, այս սոմապահության օրերին ուսումնասիրում եմ հոբի գիրքը, դրա համար շատ տեղեր այս գրքից եմ օգտվել։ Եկեք մի հատ նայենք հոբի 19-ը։ Ասեց Գիտեք, եկան ընկերները, մեծ սկսեցին խոսալ, 3 ընկերները, բա սենց ա եղել, որովհետև դու սենց, բա նենց ա եղել, որովհետև աշկը տեսավ սրան, նրան նայեցիր, ինչքան հնարավոր, ասում է, գիտեք, հայկական ժողովրդական մի հատ ասացվածք, ասում է, եզը, որ ընկնում է, դանակավորները շատանում են, կա, տես բան, որ ընկնում է, շատանում են, հա, Եվ որ հոբը վայր ընկավ, 3 ընկերները եկան եւ սկսեցին համ։ Այսի գիտեք ինչի համար ա եղել։ Կա չէ խելացիներ, որ հայտնվեցին, էքսպերտներ քո խնդրի, թե ինչ ես դու ընկել։ Ինչու ես դու ընկել, ինչու եմ ես ընկել, ինչու ենք մենք ընկնում, անես չի որ մենք չգիտենք։ Այո, այնպես չի որ մենք չգիտենք։ Եվ հոբն ասաց, սա արդեն ընկերների հանդիմանությունից, որ այնքան խոսացին իր վրա։ Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենթանի է հոբ, ով է քո փրկիչը, նայեք ինչ է ասում, ես գիտեմ, գիտեք 5 կտակարանում այս բառը փրկիչ շատ չի օգտագործվել, օգտագործում են իմ Աստվածը, իմ Տերը, ես գիտեմ,
Այս բառերն ուզում եմ, որ դու քո բերանը վերցնես, որ դու կարդաս, իբր թե ոչ թե Հոբն է ասում, ապա դու ես գիտեմ, որ Փրկիչս կենդանի է, իմ Հիսուսը կենդանի է, եւ նա վերջում պիտի կանգնի հողի վրա, այսինքն կանգնելու է իմ խնդրի մեջ, կանգնելու է իմ դիմաց Տերը, ես տեսնելու եմ նրան, ամեն, եւ իմ մորթը այսպես թավալվելուց հետո այն ժամանակ իմ մարմինը տեսնելու եմ Աստծուն, իմ մարմնից պես իմ մարմնի մեջ տենալու է, այսինքն չեմ մեռնելու, կարող է չարչարվում եմ, կարող է շատ բաներ կորցրեցի, հարևաններ, բարեկամներ, հարազատներ, Հոբի կինն անգամ 19-րդ գլխում մի տեղ կա գրված է, եւ նրա կինն անգամ նրան թողեց, եղբայրները, քույրերը, հարազատները բոլորը թողեցին, երբ որ մարդն ընկնում է, իր կլասը ցածրանում է, եւ եթե առաջ դու շատերին վերևից էիր նայում, հիմա դու ընկել ես, բոլորն են վերևից քեզ նայում, բայց ես ուզում եմ, որ դու չնեղվես, որտեվ Հոբն ասեց, բայց ես գիտեմ, իմ Փրկիչս գալու է, նա կանգնելու է հողի վրա, նա կանգնելու է իմ առաջ, եւ իմ այս մարմնիցս, որ փթում է հիմա, կապ չունի, մեկը ես տեսնելու եմ նրան, մեկը ես տեսնելու եմ, որին որ ես ինքս եմ տեսնելու եւ իմ աչքերն են մտիկ տալու նրան եւ ոչ թե ուրիշներին իմ երիկամունքներս հալվում են իմ ներսում ասում էր այս բառերը ու ասում եմ ներսս ներսիդից ցնցվում է որովհետեւ ես գիտեմ այսպես միշտ չեմ մնալու որովհետեւ ես գիտեմ որ իմ Տերը անպայման գալու է ես մի հատ կհասկանամ ինչու սա տեղի ունեցավ ես մի հատ կհասկանամ ինչու որովհետեւ նա անպայման կգա նա անպայման ինձ կբացատրի ինչու այս մեծ աղետը տեղի ունեցավ Հոբ մարդու կյանքում ինչու Տեր եւ մի օր Աստված ասեց Հոբ ես այստեղ եմ այդ ինչ ես նստել այդ փոշու մեջ այդ ինչ մի զրույց ես տանում այդ ինչ մի բողոքել ես բողոքում այնքան եմ սիրում այդ տեղը երբ որ բոլորն ասեցին խոսեցին վերջացրեցին խայտարակեցին հանդիմանեցին հողեցին Հոբին եկավ Աստված ասաց դու ինչ մնաս փնթում ես տղամարդ չես մատալը վեր կաց գոտի ձգի բան մատ նստենք իրար հետ խոսենք գնա խոսա Հիսուսի հետ նա սպասում է քեզ մի նստիր գետնի վրա եւ քո խնդրը վերածիր ողբերգության քո խնդրը Աստված դարձնելու է ուրիշների վկայության առիթ Տերը փոխելու է քո կյանքը Տերը մաքրելու է այդ ողբերգությունը այդպես միշտ չի մնա Չես հավատում, այդպես միշտ չի մնալու։ Հոբը կորցրեց ամեն ինչ։ Դուք նկատեցիք, որ գրված է, որ նրա աղջիկները եւ տղաները խմում էին։ Եվ Հոբը մի մարդ էր, որ ամեն առավոտ վեր էր կանում Տիրոջ առաջ, զոհաբերություն էր անում, ասում էր, բալքի աղջիկերքս ու տղերքս լավ չեն, 10 երեխա ուներ, 7 տղա եւ 3 աղջիկ։ Բալքի աղջիկներս ու տղաներս լավ չեն պահում իրանց, վեր կանամ զոհ անեմ ամենակարողի առաջ, որ իրանց արածը մեղք չսեպի իրանց վրա։ Եվ Հոբը ամեն առավոտ զոհ էր անում որդիների համար եւ մի օր Աստված ասեց Հոբ ես զոհը տեսել եմ ես չարչարանքը տեսել եմ ուզում եմ այստեղ մի հատ կարևոր բան տենաս այսա վտանգավոր պահ էր ես քո զոհնել եմ տեսել ես քո աղոթքնել եմ տեսել դու ամեն օր զոհաբերել ես պատկերացնում եք հարուստ մարդ ինչ կզոհաբերեր հո աղավնի չէր զոհաբերելու ինչ զոհեր կաներ բայց Աստված նկատեց որ այս որդիները խելքի եկողը չեն Ցավոք սրտի այստեղ վտանգավոր մի հատ բան կա եւ ես ասած չեմ կարող շրջանցել տեսա որ այդ որդիները խելքի եկողը չեն վերցրեց քանդեց ամեն ինչ որդիներ եթե դուք այստեղ նստած եք աղջիկներ տղաներ չխաղաս մեղքի հետ դա ժամանակավոր է քո ապրելը ժամանակավոր է որովհետեւ մի օր քո արած մեղքը այդ գարշանքի հոտը, որ հասել է Աստծո քթին, կանգնացնելու է քեզ, եւ դա կլինի մահով։ Որովհետեւ Տերը քեզ երկար ժամանակ է տվել դրա համար։ Որովհետեւ հայրդ մայրդ միգուցե զոհաբերել են դրա համար։ Եվ Աստված նայել է, վերանայել է, այդ զոհերը տեսել է եւ ասել է out։ Ես ուզում եմ որպեսզի հասկանանք ինչու ենք եկեղեցի գալիս։ Եկեղեցին դա այն տեղը չէ, որտեղ մի ոտի վրա կլաս են խաղում։ Եկեղեցին դա այն տեղը չէ, որտեղ ստենդափ են անում։ Դա ծիծաղալու տեղ չէ։
Եկեղեցին այնտեղն է, որտեղ Աստված կարող է ռեալնի խոսել քո հետ եւ ռեալնի քո խնդրին տա պատասխան։ Եվ եթե դու ասես, այդ իմ համար չէ, դա կողքինի համար էր, Հիսուսը կօգնի, որ իմանաս, որ դա հենց անձամբ քեզ համար էր։ Հոբի զոհերից հետո, այդքան աղոթներից հետո Աստված նրա 10 որդիներից մեկին չպահեց։ Բա հետո ինչ եղավ այս մարդու հետ։ Նստավ խեղճ մարդը կորցրեց ամեն ինչ եւ այլն։ Նայենք իրար հետ ինչ եղավ, եք նայենք Հոբի այս համարը 42-ը եւ գրված է, չէ, 42-ի, ուրեմն սկսենք այո 11-ից շատ ճիշտ է։ Շատ ճիշտ է։ Բոլորս ենք նայում էկրանին, շատ լավ։ Բոլորս ենք ուշադիր այս պատգամը նայում Փառք Տիրոջը։ Այն ժամանակ նրա մոտ եկան բոլոր նրա եղբայրները եւ քույրերը։ Ոնց նրա մոտ եկան։ Բա ուր էին այդ եղբայրները ու քույրերը։ Երբ որ մարդը ընկնում է մեղքի մեջ, իրանից հեռանում են քույրել, եղբայրեր, հարևանել, բարեկամել, որովհետև այն ժամանակներում հիվանդությունը եւ հարստության կորցնելը կամ մի բանը համարվում էր լուրջ մեղքի արդյունք։ Դրա համար երբ որ Հոբը ընկավ, բարեկամներ, հայրեր, քույրեր, եղբայրներ, հարազատներ, բոլորը համարեցին, որ Հոբը լուրջ մեղքի մեջ է, դրա համար Աստված այս պատիժը թույլ է տվել, գիտեք։ Դրա համար քույրերը, եղբայրները, հարազատները, ընկերները բոլորը հեռացան Հոբից։ Հիմա գրված է։ Ուշադրություն դարձրու, ես կարդում եմ 42-րդ գլուխը, որովհետև այս գիրքը վերջանում է 42-րդ գլխում։ 42-ում նոր վերադառնում են քույրերը, եղբայրները, բոլոր իրեն հալածողները, այն 3 ընկերները բոլորը վերադառնում են։ Եկան նրա մոտ եղբայրներն ու քույրերը, նրա բոլոր ճանաչողները եւ նրա հետ հաց կերան նրա տանը եւ նրան ցավակցելով մխիթարում էին նրան եւ ամեն փորձանքների համար, որ տեղի ունեցավ Եհովան բերել էր նրա վրա եւ յուրաքանչյուր ով եկավ նրան մի հատ կեսիթա դա դրամ է ոսկու տեսքով այն ժամանակ մի հատ կեսիթա եւ մի ոսկի օղ տվեց եւ Եհովան օրհնեց Հոբի վերջը նրա սկզբից ավելի եւ նա ունեցավ 14000 ոչխար 6000 ուղտ 1000 լուծ եզ եւ 1000 մատակ էշ եւ նրա 7 որդիքը տվեց նրան 7 որդիկ եւ 3 աղջիկներ այս ստատիստիկան որը բարձրացրած է էկրանի վրա վերցրված Աստվածաշնչից իսկը սրա հալալ կեսն է ունեցել Հոբը Եթե այստեղ գրված է, որ Աստված վերադարձրեց Հոբին 14000 ոչխար, նա ունեցել էր 7000 ոչխար։ Ես երեք թուղթ եմ վերցրել եւ գրել եմ before after Ինչ ուներ Հոբը դրանից առաջ, ունեցել էր 7000 ոչխար։ Հետո Աստված իրան վերջում տվել է 14000։ Դու կմտածես, սա ինչ կարևոր է։ Ես ուզում եմ ասեմ, որ այստեղ կարևորությունը հետեւյալ բառի մեջ է։ Հոբի վերջը լավն եղավ, քան սկիզբը։ Բայց սկիզբը մերձավոր արևելքի հարուստ մարդն է։ Մի մարդ, որի անունը բարձրացած է, ասում է, այդ ինչ անուն է որ, անունը ստանում են փորձությունից հետո։ Ամեն Ինչ որ տենում ես թվել, կգնաս տանը կկարդաս, իսկը դրա հալալ կեսն է ունեցել Հոբը եւ ունեցել է նորից 7 տղա, 3 աղջիկ եւ եկան հարազատները, բարեկամները, այն ինչ որ կորցրել էր, ամենը վերադարձավ, հա? Ես ասացի նախկինում հիվանդությունը, եթե դու մարդ ունենար հիվանդություն եւ եկեղեցիներ կա, այդպես են այսօր նաեւ նայում, ասում են եթե դու հիվանդ ես, ուրեմն դու մեղք ես գործել։ Լավ պահեք ձեզ։ Այո Եկեղեցիներ կան մինչև այսօր, եթե դու հիվանդանում ես, քեզ վերցնում են, առանձնացնում, ասում են, եղբայր ջան, ինչ մեղք ես գործել, որ հիվանդացել ես, որովհետև գտնում են, որովհետև այս բանը եկել է հնուց։ Տես Հոբի ժամանակ էլ, երբ որ Հոբը հիվանդացավ եւ ընկավ, այդ պալարներով մարդիկ փախան իրանից, որովհետև հասկացան, որ Աստծուց պատիժ է կրել Հոբը։ Մեղք է գործել, որ այս բանը տեղի է ունեցել, բայց դա այդպես չէր։ Գիտեք ինչու, որովհետև Հոբի գրքում գրված է, որ Հոբի իր ժամանակների մեջ մի սուրբ եւ արդար մարդ էր։ Չգիտեմ իմ ու քո մասին այդպես է մտածում Աստված։ Իմ ու քո մասին այդպիսի կարծիք ունի Աստված, բայց Հոբի մասին այդպիսի կարծիք ունի։ Եվ նմանատիպ մարդու կյանքում այս կատաստրոֆան տեղի ունեցավ։ Հա? Ուրեմն ինչպես նախկինում հիվանդությունները համարվում էին մեղքի դեմ պատիժներ, եւ բոլոր մարդկանց վանում էին, ինչպես տեսանք նաեւ վանեցին Հոբի կյանքից, սկսած իր կնոջից։ Այս կնոջ դիրքը հետ չեմ հավանել։ Այնպես էլ երբ նա վերականգնվեց Նա համարվեց արդարության ակնհայտ ապացույց եւ դեպի իրան գրավեց հազարավոր ընկերներ, բարեկամներ եւ հարազատներ։ Ժողովող 7:8-ում գրված է։
Ժողովող 7:8 մի բանի վախճանը լավ է նրա սկզբիցը։ Գիտեք, չէ՞ sense մի հատ խոսք կա, մարդու վերջը լավ լինի։ Ասել են, իրականում կարևոր չի ինչպեսին սկիզբ ես ունեցել քույրս եղբայրս։ Ինչպեսին է եղել քո կյանքը սկզբից, որ երբ որ նոր ամուսնացար, կամ երբ որ 10-րդ դասարանը ավարտեցիր, ոնց է եղել, ինչեր են ժամանակները, որ համալսարաններ եւ այլ, մի խոսքով, դա չէ կարևորը։ Գիտեք ինչն է կարևորը, կարևորը ոնց ես ավարտելու։ Կարևորը չէ ինչպես է ճանապարհդ գնացել, կարևորը որ այն ավտոբուսը, որի մեջ նստել ես, ճիշտ կանգառի մեջ քեզ իջացնի։ Ամեն։ Սա է ուզում ասի ժողովողը։ Մի բան էլ նայենք Եսային ասում է, երբ որ ջրերից անցնես, ես քեզ հետ եմ։ Ջրեր կան, որոնք մարդու կյանքում գալիս եւ կործանում են, այսինքն ալիքներ պրոբլեմների։ Եթե անցնես, ասում է, ջրերի միջով անցնես, ես քեզ հետ եմ։ Եթե գետերով նրանք քեզ չեն, ուրեմն նրանք քեզ չեն ողողի, չես խեղդվի, չես ծածկվի, եւ գնաս կրակի միջովը, չես այրվի, եւ բոցը քեզ պիտի չվառի։ Ուշադրություն, ասում է, եթե քո կյանքում հեղեղի պես պրոբլեմներն եկել են, գետերի պես վարարել է սիրտդ, ու դու կանգնած ես տեղը լաց ես լինում, ասում ես, Տեր, գիշերն ու ցերեկը իմ վերածվել է գետերի պես հոսող արցունքների, Տեր։ Ասում է, գետերի մեջով էլ անցնես, թե ջրերի մեջով, թե կրակի մեջով, ոչ մի բան քեզ չի վառելու։ Բայց անցնելու ես, բայց ինչ-որ մեկը սա թույլ է տվել, սա է ինձ համար կարևորը, ինչ-որ մեկը գետի մեջով անցնել է տվել քեզ, ինչ-որ մեկը ջրերի մեջով անցնել է տվել քեզ, եւ ինչ-որ մեկը թույլ է տվել, որ ինչ-որ սիրտդ մի ձև կրակի պես վառվի, նա թույլ է տվել, ասում է, բայց այս ամենը հետո կհասկանաս, որ դա ունեցել է լուրջ նպատակ, երբևիցե եղել է, որ անցել ես փորձություններ, եւ հետո հասկացել ես ինչու են այս փորձություններն եղել քո կյանքում։ Եղել է, թե ոչ մեկը չեք անցել փորձությունները, հա, մի հատ ձեռք կարող եմ տնա։ Շատ լավ։ Մի բան նայենք։ Եվ մենք վերջացնում ենք։ Մի բան նայենք։ Աստծո խոստումը, ո՞րն է մեր համար Աստծո խոստումը։ Լինել ամուր օգնական, նա մեզ խոստացել է, որ Տերը կլինի մեզ համար ամուր օգնական, ուղեցույց յուրաքանչյուր փորձության եւ նեղության մեջ։ Անցյալ կիրակի ով կար հոգեվոր նավիգացիա ծառայության ժամանակ։ Ես ասացի Աստված մեր ուղեցույցն է։ Ամեն։ Ուրեմն Աստծո խոստումը քեզ համար հետեւյալն է. ինչի միջով որ անցնում ես սիրելի հոգի։ Ինչի միջով անցնում է այստեղից նստած մինչև ամենավերջին մարդը, ուզում եմ ասեմ, նա խոստանում է քեզ լինել ամենուր քո օգնականը։ Ուզում եմ ինձ հետ միասին կրկնես, ամենուր իմ օգնականը։ Իմ ուղեցույցը փորձությանս ժամանակ նեղությանս մեջ ամենուր իմ օգնականս ամեն տուր Տիրոջը բարձր ծափահարություն թեկուս կապույտ կետը եւ իջավ երկրի ընդերքը ծովի ընդերքը եւ մեռավ դուք տեսաք որ նրա կյանքը նրա մահը կյանք տվեց հարյուրավոր կարող եմ ասել տասնյակ տարիներ 100-ամյակ կյանք տվեց ստորգետնյա երկրի ապրող մնացած մյուս ձկների եւ մյուս արարածների համար դա պատահական չէր ես ավարտելուց առաջ ուզում եմ ասեմ նաեւ հետեւյալը այդպես էլ տեղի ունեցավ եկեք սա նայենք այստեղ նայիր Աստծո որդու հետ Աստված իր միածին որդուն որպես անուշ հատիկ, որպես հատմտիր հատիկ, դրեց երկրի ընդերքի մեջ, ինչ տեղի ունեցավ, Երուսաղեմի կանայք երբ որ անցնում էին ու տեսնում էին, որ Հիսուսը խաչը ուսի գնալուց վայր անգնում, մարմինն ամբողջովին ծվատված ու պատառոտված, արյան մեջ կորած, 9 անգամ ծանր խաչը տանելուց կանգառը ունեցել Հիսուսը 9 անգամ խաչը ձեռքին վայրանք է որովհետև այդ խաչը որ տանում էր ծանր դրա մեջ իմ եւ քո մեղքն էր 9 անգամ վայրանք է եւ գրված է Երուսաղեմի կանայք ծեծում էին իրանց կուրծքերը եւ ասում էին վայ էս ինչ եղավ եւ Հիսուսը բարձրացրեց իր գլուխը այդ ցավերի մեջ եւ ասեց ով Երուսաղեմի կանայք Դուք լացեք ձեր որդիների համար, որովհետև չգիտեք վերջին օրերում ինչ օրեր են գալու,
Ինչերա ձեր որդիներին սպասում, որովհետև բոլոր լացողներից ոչ մեկ չգիտե, որ սա Աստծո հատնտիր հատիկ որդին է, միածին որդին է, որը դրվելու է երկրի անդերքի մեջ, որի մահով հետո միլիարդավորներն են հարություն ստանալու։ Հիսուսը մեռավ։ Խաչի վրա բոլորը նայեցին եւ ասացին. Հիսուսը մեռավ։ Աշակերտները նայեցին եւ ասացին. Հիսուսը մեռավ։ Աշակերտները հիասթափված գնացին տուն, որովհետեւ նայեցին ոչ խաչից հետո հարություն առավ, հաջորդ օրը հարություն չառավ, մյուս օրը հարություն չառավ։ Սա ինչ խոստում էր, որ մեզ տվեց, ասեց, ես ձեզ հետ կլինեմ ամեն օր, ես ձեզ հետ կլինեմ ամեն ժամանակ, հա? Խնդրում եմ այստեղ նայենք, ես ձեզ հետ կլինեմ ամեն օր, ես ձեզ հետ կլինեմ ամեն ժամանակ, հա? Բա, էսի չեղավ։ Նայեք, Թովմասը, որը Հիսուսի աշակերտներից մեկն էր, ասաց, գիտեք ինչ, որ եկել եք ինձ ասում եք, որ Հիսուսը հարություն առել, մի հատ իմ օֆիս կանչեք իրեն, մի հատ օֆիս կանչեք, ես մի հատ զննեմ, մի հատ ապարատ ունեմ, զննեմ, տեսել եմ, որ կողմն են խոցել, որ կողմն են գեղարդով խոցել, փորեք հանդե, մի հատ հլատեղ տեսնեմ ոնց է վիճակը, հետո ես նոր կա Հիսուսի աշակերտ Թովմասը։ Մնացած բոլոր աշակերտները վախվորած թաքնված էին տներում եւ Մարիամը լուր բերեց. Վեր կացեք, վարդապետը հարություն է առել։ Բայց երբ որ Հիսուսը խաչի վրա էր, Մարիամ անգամ իր մայրը ողբերգական այդ լացով, հա, այդ իրականում սրտաճմլիկ տեսարան էր, որովհետև խաչում էին մի հատ անմեղի։ Եվ Երուսաղեմի կանայք եթե ծեծում էին իրենց կուրծքը եւ լացում էին այն պատճառով, որ տեսել էին, որ Հիսուսը մի վատ բան չի արել։ Նայում էին, ասում էին, «Օսային երիտասարդ տղան է, հրյա», որտեղ նա 33 տարեկան էր ընդամենը։ Օսային 33 տարեկան հրյա տղամարդն է, որ 5000 հոգուն հացով կերակրեց, լավ տղա էր։ Օսային տղան է, որ հազարավորներին ձկով կերակրեց, լավ տղա էր։ Սա Բարտեմիոսին կույրին տեսողություն տվող, սա կանանացի կնոջ դիվահար աղջկան բժշկող, սա Հայրոսի մեռած աղջկան հարություն տվող, սա Մարիի եւ Մարթայի կնոջ Ղազարոսին հարություն տվող տղան է, լավ տղա է։ Խեք սպանում սրան, բայց ոչ մեկ չէր իմանում, որ նրա կյանքը մի հզոր էկո համակարգ է ստեղծելու հավատացյալ ժողովրդի համար։ Հալելույա։ Այդ էկո համակարգից մենք ենք սնվում, նրա արյունից։ Հիսուսն ասաց, ով իմ արյունը եւ իմ հացը մարմինը չուտի, կյանք չի ունենա։ Մենք սնվում ենք նրա կրակից, նրա հոգուզորությունից, նրա օծությունից, նրա յուղից, նրա խոսքից։ Մենք ապրում ենք Հիսուսի հաշվին։ Մենք ապրում ենք Հիսուսի հաշվին։ Դրամ, որ չմեռնենք։ Նա մեր կապույտ կետն է, որ իջավ երկրի ընդերքը, մեռավ, ու նրա մահը 3 միլիարդ քրիստոնյայի հավիտենական կյանքի ուղեգիր է տվել։ Այսօր 8 միլիարդ մարդու մեջ 3 միլիարդը հետևում է Քրիստոսին, բայց դա մեկ հոգի է, այն մեկ հսկայական կապույտ կետը, որ խորասուզվեց երկրի ընդերքի մեջ եւ նրա մահը պատճառ դարձավ 3 միլիարդի կյանքի։ Հալելույա, փառք Տիրոջ։ Ամեն, դիր ոտքերիդ վրա։ Հալելույա։ Ո փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Դու ասում ես, թե քո հետ կատարված ինչ-որ մի բանը դա պատահականության սկիզբ է, գոյություն չունի այդպիսի արտահայտություն։ Պատահականության սկիզբ չկա, ինչ որ քո հետ կատարվել է, դա թույլատրված է, դա պատճառ ունի, դա նպատակ ունի, դա վերջ ունի, դրա վերջը ավելի լավն է լինելու, քան այն ինչի մեջ որ հիմա կաս, որովհետև ինչ ասեց, գրված է Հոբի վերջը ահեք եղավ, քան նրա սկիզբը։ Ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Եթե դու սուղ գործ ունես, եթե դու Տիրոջ հետևից ես գնում, լավ իմացիր, նա խոստում տվեց, ամենազորը քեզ հետ է, գետերով անցնել, ջրերով անցնել, կրակներով անցնել, չես վարվելու,
Չես վառվելու, որովհետև Հիսուսը քեզ հետ է։ Ամեն։ Եվ դա ուզում է ինձանից այսօր մի հետևյալ բան։ Այո եւ ամեն։ Այո եւ ամեն։ Բոլոր խոստումները Քրիստոսի մեջ այո եւ ամեն են։ Հալելույա։ Դու նրան ավելի բարձր ճանաչում։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Դու մխիթարվեցիր։ Քո կյանքում ինչ որ տեղի է ունենում այսօր ինչը որ քեզ ամոթ ցավարցում է վերում, դա վերջանալու է։ Դա վերջանալու է Աստծո հաղթանակով։ Հոբն ասաց նա կկանգնի հողի վրա, ես կտենամ նրան, իմ մարմնից մեջից կտենամ, բայց ես գիտեմ իմ փրկիչը, կենթանի է։ Հռոմեացիներից թղթի հեղինակն ասաց, բայց այս ամեն բաները բարի գործակից են, բոլոր նրանց ովքեր սիրում են Աստծուն, ուղղակի փոխիր քո տեսանկյունը կատարված խնդիրների վրա եւ վերջ։ Եկեք սիրահոթենք։ Հալելույա, փառք Հիսուս։